Ինձ թվում է, որ եթե մարդիկ զգում են իրենց անելիքները սպառված է, պետք է ինչ-որ խեղկատակությամբ զբաղվեն եւ պատկերացնում եք կոչեր հեղափոխական եւ այլն, այդ մարդիկ ինձ թվում է ոչ միայն այդ մարդիկ, դուք գիտեք մի ասացված կա, որ ասում է ամեն առավոտյան Հայաստանում 3 միլիոն Բոնապարտ Նապոլեոն է արթնանում եւ ինչ-որ բախտախնդիրներ մտածում են, որ կարող է մեր բախտի անիվը շրջվի եւ իրենք հանկարծ դառնան այս երկրի տերը եւ ուզում են միապետեր դառնան կամ հզոր նախագահներ եւ անձնավորված ինչ-որ խնդիրներ են ցանկանում լուծել առանց մտածելու, թե ուր է տանում այս համանդրական փոփոխությունները, առանց գիտակցելու, որ սա տանում է դեպի երկրի ապագա եւ նրանք չեն գիտակցում ինչ է նշանակում ժողովրդի պատասխանատվություն, ինչ է նշանակում երկրի եւ պետության պատասխանատվություն։ Ես կարծում եմ, որ այդ մարդիկ պարզապես մոլորության մեջ են եւ ցայտնոտի մեջ են եւ պարզապես թե իրենք չգիտեն թե ինչ են ուզում այս երկրից եւ այս ժողովրդից։ Իրենք հստակ ասում են, որ ուզում են արտահերթ խորհրդարանական նախագահական ընտրություններ, ուզում են, որ իր ռեժիմը հեռանա, նրանց բառերն եմ, ասում նրանց արտահայտությունները, որոնք մեկ անգամ չէ որ հնչել են ամբիոնից բեմահարթակից։ 17 թվականին կլինի հերթական խորհրդարանական ընտրություններ։ Իրենց ուժերը կարող են իմի բերել եւ մասնակցել դրան եւ շատ հետաքրքիր երևույթ է այս մեր ընդդիմադիրների մի մասը, օրինակ, ծեր նշած այդ քաղաքական, չգիտեմ գործիչ անվանում թե ինչպես, նա բոյկոտի կոչ է անում։ Մյուս մասը ակտիվ մասնակցության, այսինքն շատ խելացի միտք է։ Ինչի համար է բոյկոտի կոչ անում, որովհետեւ 2 միլիոն 500 հազար ընտրող կա ցուցակով։ Նրանք շատ լավ գիտեն, որ ընտրողների քանակը թող լինի 800 հազար, 900 հազար, երբ որ այդ 1 միլիոն 300-ը չկա, իրենք ասեն, այս սրանք մեր մարդիկ են, որ չկան։ Այսինքն քանակ են ապահովում կարծես թե։ Մյուս մասն է ուզում է իր ուժերը փորձել, թե ինչքան ոչ ասողներ կլինի, այսինքն էքսպերիմենտալ դաշտ են դարձել քաղաքական դաշտը, իրենք փորձարկում են իրենց ուժերը։ Բազմիցս անգամ 20 տարի արդեն փորձարկում են այդ ուժերը։ Պարզ էր թե ինչու էին ծաղիկներ որոշել դնել Մելիքավդան։ Անելիք չունեին պարզապես։ Ես պարզապես դա աբսուրդ եմ համարում եւ նորից եմ կրկնում, նույնիսկ զավեշտալի է։ Ինձ թվում է, որ այդ մարդիկ կունենան բավականին սրբատեղեր, եթե չունեն սրբատեղեր, բնականաբար չգիտեն թե պսակները որտեղ դնեն։ Ոնց երիքն էլ Հայազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունն են հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում, ըստ էության, եթե այս բոլոր ընդդիմադիրները միանան արդյոք, դուք իսկապես վտանգ չեք։ Ես նոր ասացի, մեր ցանկությունն է, որ միանան, միասնական ինչ են ցանկանում այդ մարդիկ, բայց նրանք կյանքում չեն կարող միանալ, որովհետև նրանք յուրաքանչյուրն ուզում է անձնական խնդիր լուծել, իրենց խնդիրն են լուծում եւ իրար մեկը մյուսին խանգարում են։ Նրանք խանգարում են մեկը մյուսին պարզապես։ Ռաֆի Հովհաննիսյանը Ժիրայր Սեֆիլյանին, Ժիրայր Սեֆիլյանը Ռաֆի Հովհաննիսյանին։ Դուք պատկերացնում եք հանկարծ գային պահ է, որ ինչ-որ բան պետք է բաժանեն իրար մեջ։ Դուք պատկերացնում եք ինչ կատարվի, որ բազմից դրականատեսն եք եղել։ 1 տարի առաջ, 2-3, երբ որ արդեն տեսնում են թե հարթակում պետք է տրամադրվի, ովքե այդտեղով պետք է լինի գլուխգործոցը, միանգամից հարթակը դատարկվում էր, որովհետև բոլորն ուզում են այդ գլխավոր խոսափողը իրենք վերցնեն եւ ինչ որ մարդկանց ստեղծած ռեսուրսը ուզում են օգտագործել իօգուտ իրեն շահերի։ Նույն պատմությունը սա է, բայց պարզապես այս մարդկանց խշշում են, որ նրանք ռեսուրս չունեն ընդհանրապես։ Մարդկային ռեսուրս չկա, եւ սա անճարության նշան է, որ այլ երկ չկա, գնան մի քանի հոգով նստեն, հիվանդանան եւ այլն, հետո հիվանդանոցում խղճան գնան բավականին մարդիկ իրանց տեսնեն, ասեն տեսեք ինչքան այցելուներ ունենք մենք։ Այդ է խնդիրը, ես այստեղ որևէ վտանգ չեմ տեսնում եւ ես խնդրում եմ դուք լուրջ մեկ վերաբերվի այս ամենին, մենք եկեք բոլորս դասվենք այն գործի, որ դեպի առաջ գնանք դեպի մեր երկրի ապագան զարգացնել։